Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Նոա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ խաղի մամուլի ասուլիսը Գանձասարի դեմ կայացած խաղից հետո մարզիչը սկզբում կխոսի խաղի մասին, այնուհետև կլինեն լրագրողների հարցերը. First about match. Good afternoon to all. We didn't start so good this match. In the first minutes, we were not strong enough defensively. Բարի երեկո բոլորին, մենք լավ չսկսեցինք խաղը, հենց սկզբի րոպեներից պաշտպանության մեջ այդքան էլ լավը չէինք. Gandzasar's players were much stronger in the duels. Գանձասարի խաղացողները մեկը-մեկի դեմ խաղի ժամանակ շատ ավելի ուժեղ էին. We knew this was a characteristic of this team. Մենք գիտենք, որ այս թիմի նման է այս թիմին բնավորության պես է. And we needed to be stronger than them in these situations. Եվ մենք պետք է նրանցից ավելի ուժեղ լինենք այս պահերում. We could have taken 1 or 2 goals. Մենք կարող ենք դրա պատճառով 1 կամ 2 գոլ բաց թողնել. But then we start picking up our game. Բայց դրանից հետո մենք սկսեցինք արդեն վերադարձնել խաղը. And we finished the first half winning 2-0. Առաջի կեսը արդեն ավարտեցինք 2-0 հաշվով. And then in the second half, I think we were a different team, more aggressive, more compact, more strong in the duels. Եվ երկրորդ կեսում կարծում ենք արդեն լրիվ ուրիշ թիմ էինք, այլ թիմ էինք, ավելի ագրեսիվ, ավելի կոմպակտ, ավելի ուժեղ էինք մենապայքարում. We could make the third goal much more earlier. Մենք կարող ենք երրորդ գոլը խփել շատ ավելի շուտ. I'm sorry, I cannot see any fault on this. This is for me, we are a strong team. Please don't balance with like this. If you want to balance the teams, we need to continue to fight and to go ahead. You don't need someone to take away a clean goal just to make the game more balanced. Ինչ վերաբերում է երրորդ գոլին, որ այո մենք կարող ենք շուտ խփել, ներողություն իհարկե, բայց ես այստեղ ոչ մի խաղի կանոնների խախտում չեմ տեսել, մենք ուժեղ թիմ ենք եւ խնդրում եմ բալանս մի փնտրեք թիմերի միջև, մի փորձեք գտնել, մենք պետք է պայքարենք եւ առաջ շարժվենք, կարիք չկա ինչ որ մեկից գոլ վերցնել, պարզապես խաղը բալանսի բերելու համար. We knew it was important to make the third goal. We managed finally to make it. Մենք գիտենք, որ շատ կարևոր է երրորդ գոլը խփել եւ մենք գտանք ճանապարհ դա անելու. And then of course we started to manage the game. Եվ իհարկե արդեն խաղը վերցրեցինք մեր ձեռք. I think we win with, of course, we would deserve to win. Մենք կարծում եմ արժանի ենք հաղթելու. But also I want to leave here a good word for the coach of Gandzasar. Ցանկանում եմ Գանձասարի գլխավոր մարզչին լավ խոսքեր ասել. Because I feel his team is fighting since the first to the last minute. Եվ ես տեսնում եմ, որ նրա թիմը առաջի րոպեից մինչև վերջի րոպեն կռիվ է տալիս. It's easy when you are in first and things are going well, but when you are in last and you have to fight for the survival is not easy. Դա հեշտ է կատարել, երբ որ դու առաջինն ես, բայց շատ բարդ է, երբ որ դու վերջի հորիզոնականում ես եւ պետք է պայքարես, գոյատևելու համար, այսպես ասած, եւ դա հեշտ չէ. And in these 2 games he has showed how he is been progressing with his team, and to be honest, I want to congratulate him for what he's done. Երկու խաղում ցույց տվեցին, որքան են նրանք առաջադիմել, ցանկանում եմ շնորհավորել նրանց կատարած աշխատանքի համար. I see big improvements in their team. Ես տեսնում եմ նրանց թիմում որքան է ավելացրել թիմը. And I hope that they can progress in the table. Եվ ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան նաև մրցաշարային աղյուսակում վերև բարձրանալ. And being our last game before the break of the national competition. Եվ սա մեր վերջի խաղներ հավաքականի դադարից առաջ. I want to wish good luck for the Armenian national team. Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին. May they overcome the next opponent. Որպեսզի նրանք կարողանան մյուս մրցակցին առավելության հասնել մյուս մրցակցի նկատմամբ. And also that the new coach is victorious. Եվ նոր մարզիչը հաղթական է. Thank you. Շնորհակալություն. Հարցեր։ Շորսորոսը նոյի երկրորդ խաղը Գանձասարի նկատմամբ մարզիչը որակապես գոլ։ No, it's I think the 2 games were very competitive. Ես կարծում եմ, որ երկու խաղները շատ մրցակցային էին. I said to you, Gandzasar created a lot of difficulties for us defensively. Ինչպես նշեցի, Գանձասարը մեզ համար մեծ բարդություններ ստեղծեց պաշտպանության մեջ. And in counter attack. Եվ հակագրողների ժամանակ. And I feel the games were almost, similarity. Եվ կարծում եմ, եւ այս երկու խաղերի մեջ շատ նմանություններ տեսա. So to be honest, there's one game or the other, I think they were very close to each other. Շատ մոտ էին երկու խաղերն էլ իրար։ Այս մրցաշրջանում նոհան 64 գոլ է ներկայացրել, հաստատեց Պրեմիեր լիգայում, արդյոք
we work a lot for this. It doesn't happen just because it happens. We work a lot. We train a lot on this. We have quality players, of course. Without good players, you can't achieve nothing. Sorry. Մենք աշխատում ենք իհարկե եւ շատ ենք աշխատում այս ուղղությամբ եւ ինչպես նաեւ ունենք շատ որակով ֆուտբոլիստներ, որոնք եւս այս ուղղությամբ աշխատում են. So it's something that we want. We are also an offensive team, so we always looking for the goal. Սա իհարկե այն է, ինչ մենք ցանկանում ենք, մենք հարձակվող թիմ ենք եւ միշտ փնտրում ենք գոլային պահերը. And also is an important aspect is when we score the first, we want to score the second. When we score the second, we want to score the third, and we don't stop until the game is over. So this is also maybe why even winning 2-0 we don't take the foot and we score and score and score. Եվ երբ որ մենք խփում ենք առաջինը, մենք գնում ենք երկրորդի հետևից, երկրորդը խփելու դեպքում գնում ենք երրորդի հետևից եւ այս տեմպով շարունակում ենք մինչեւ խաղը ավարտվում է. Դրա համար եթե մենք չենք հաղթում 1-0 կամ 2-0 անընդհատ շարունակում ենք գոլեր փնտրել։ Եվ վերջին հարցարկեն Գորմարովյանի վերաբերյալ վերջին հանդիպումները նա չկարողացել է կազմում այս խաղաց գոլի երկնակ դարձավ որքան դա պատրաստ է վերադառնալ դիտավ հարցարչին եւ ինչ ասում ատեն Yeah, he had, being always now in the last days in the synthetic, it's hard. It's very hard for the boys. And Gor had a small injury in his calf. Գիտեք, արհեստական խոտածածկին խաղալը շատ բարդ է եւ Գորը փոքրիկ խնդիր ուներ. He overcame this. Now he's 100%. Նա վերականգնվեց եւ այժմ 100% պատրաստ է. So I hope that he continue. Եվ հույս ունեմ, որ նա այսպես էլ կշարունակի. Okay. Thank you. Merci. Thank you.